Խաղաղության Նոբելյան մրցանակի ձգտող Թրամփը, որ հնարավոր բոլոր հարթակներում հայտարարում է 7 ամսում 7 հակամարտություն կարգավորելու մասին, շտապում է վերջ դնել Մերձավոր Արևելյան տարածաշրջանի ամենաերկար ու կատաղի պատերազմին։ Սպիտակ տան շեմին BBC-ին դիմավորելիս Դոնալդ Թրամփը պատասխանում է լրագրողի հարցին, վստահ է, որ շուտով խաղաղություն կհաստատվի Գազայում։ Այո, ես միանգամայն վստահ եմ։ Սպիտակ տան ղեկավարը ներկայացրել է Գազայում պատերազմը դադարեցնելու իր բանաձևը։ 21 հիմնարար դրույթներից բաղկացած խաղաղության ծրագիրը նախատեսում է պատանների ազատ արձակում, Գազայի հատվածի կառավարումից Համասի հրաժարում, խմբավորման անդամների համաներման առաջարկ, Համասի ռազմական բոլոր կառույցների ապամոնտաժում, Գազայի հատվածից ցախալի աստիճանական դուրսբերում, միջազգային ուժերի տեղակայում, անկլավի անցումային կառավարություն։ Միացյալ Նահանգների նախագահը հիացած է իր նախաձեռնությամբ մեծ հույսով, որ ծրագիրը կյանքի կկոչվի։ Հիասքանչ օր է, փաստացի սա քաղաքակրթության պատմության մեծագույն օրերից մեկն է։ Պատմական օր խաղաղության համար։ Մենք շատ մոտ ենք խաղաղության հաստատմանը։ Գազան կդառնա ահաբեկչությունից ու արմատականությունից ազատված գոտի, որը սպառնալիք չի ներկայացնի հարևանների համար, պնդում են ամերիկացիները։ Փառաբանելով իր ամենասերտ դաշնակցին ու ընկերոջը, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ կողմ է Թրամփի նախաձեռնությանը։ Ես աջակցում եմ Գազայում պատերազմը դադարեցնելու ձեր ծրագրին, որի շնորհիվ կվերադարձվեն մեր բոլոր պատանները, կապամոնտաժվի Համասն ու կդադարեցվի խմբավորման կառավարումը։ Նաև վստահ կլինենք, որ Գազան այլևս վտանգ չի ներկայացնի։ Թրամփի ծրագիրն իրոք լավ առաջարկ է հրեական պետության համար, մինչդեռ Համասի համար վերջնագիր։ Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ եթե շարժումը չհամաձայնի կամ համաձայնելու դեպքում չկատարի ստանձնած պարտավորությունները, Բիբին կստանա Վաշինգտոնի լիակատար աջակցությունը ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններում։ Նեթանյահուն էլ ընդգծել է, դա կարելի է անել հեշտ ձևով կամ դժվար ճանապարհով, սակայն միևնույն է պետք է արվի։ Թրամփը պաղեստինցիներին հորդորել է պատասխանատվություն ստանձնել իրենց հետագա ճակատագրի համար, միաժամանակ ընդգծելով, որ իր ծրագրի հետ չհամաձայնելու դեպքում իրենք իրենց պետք է մեղադրեն։ Սպիտակ տան ղեկավարը քննադատել է նաև իր դաշնակիցներին Պաղեստինի պետությունը ճանաչելու համար։ Մի շարք երկրներ հիմարաբար ճանաչեցին Պաղեստինի պետությունը։ Նրանց թվում են որոշ եվրոպացի բարեկամներ, դաշնակիցներ, լավ մարդիկ, սակայն կարծում եմ, որ նրանք դա արել են այն պատճառով, որ հոգնել են տասնամյակներ շարունակվող հակամարտությունից։ Թեպետ նահանգներն ու Իսրայելը սերտ դաշնակիցներ են ու Թել Ավիվը ստանում է Վաշինգտոնի անվերապահ աջակցությունը, լուրեր են տարածվում, որ Բիբին նյարդայնացնում է Թրամփին։ Սպիտակ տան ղեկավարը նեղսրտել է նահանգների դաշնակցի Կատարի վրա Իսրայելի հարձակումից։ Բացի այդ, Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է, որ թույլ չի տա արևմտյան ափի բռնակցումը։ Միջազգային հանրությունն արձագանքել է Թրամփի խաղաղության ծրագրին։ Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրների լիդերները ողջունել են նախաձեռնությունն ու բարձր գնահատել Գազայի պատերազմն ավարտելու Միացյալ Նահանգների նախագահի ջանքերը։ Նրանք պատրաստ են ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում երկու պետություն ստեղծելու բանաձևով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։